Բարլու ժողովուրդ, ոնց եք։ Աշոտն էլ է հետս մենակ չէ։ Ողջունում եմ, ժողովուրդ ջան։ Մենք լավ ենք, այնքան շոկ հա, բայց այս բանը այդքան շատ չի զգացվում, ստվերում ենք կանգնած։ Ճանուշ ծաղիկի հոտ է գալիս։ Ավտոբուսով գնում ենք կայարան։ Ինչքան ժամանակ ավտոբուս չեմ նստել աշոտ։ Այս փասոնիչ թոշակի ես անցել, ես ավտոբուս չեմ նստել, չէ։ Գենտում չես նստում։ Չէ, այնտեղ էլ տրամվայով եմ գնում։ Մինչև Աշոտի թոշակի անցնելը ես միշտ ավտոբուսով եմ, համարյա միշտ 90% դեպքերում ավտոբուսով եմ գնում կայարան, որ գործի գնամ։ Հիմա դե միշտ մեքենայով եմ գնում, աշխ ճանապարհն է, որ ավտոբուսը գա, հեռախոսն անջատ է։ Ավտոբուսները ինչքան ասես, էլի նորից կրճատում են, գիտես։ Էլի ավտոբուսների քանակը կրճատում են, հա։ Բայց դե այդպես շատ է լինում, որ ավտոբուսի մեջ կարող է մի հոգի, երկու հոգի լինեն, բայց մեկը իր ինչա կոչվում, իր գիծ է, էլի ոնց որ պետքա գնա, իր ճանապարհը պետքա գնա։ Կապ չունի քանի հոգի կա ավտոբուսի մեջ նստած։ Այդպես ժողովուրդ ջան, հիմա տեսենք ժամանակին կգա, թե չի գա։ Բելգիայում ավտոբուսները եթե չկանգնացնես, չեն կանգնի։ Ես հիշում եմ, որ Գերմանիայում այդպես չէր, որ գալիս էր կանգառներում ավտոբուսը կանգնում էր։ Անկախ նրա ձեռքը կբարձրացնես, թե չէ։ Այստեղ այդպես չի, պարտադիր պետքա կանգնացնես, թե չէ չի կանգնի, կանցնի գնա։ Իմը չարեց։ Հա, չէ։ Հա, ոչինչ, սկուշ։ Բայլես։ Ինքան անհարմար այս ավտոբուսների մեջ, որ թլը չես տեղավորվելու, իրանք շարժվում են։ Պետք է բռնվես, որ չընկնես։ Իջանք ավտոբուսից, արագ էլ քշում է ավտոբուսը, այն անեկդոտ կար է, որ ասում է մարշրուտքի մեջ է, չէ՞ լինում երթուղային տաքսի, որ այնքան արագ է գնում, բողոքում են, թե ավտոբուսի ետևը վերջ կարճ ասած, ես անեկդոտ հիշողը չեմ, ուղղակի կարճ էսպես հիշացնեմ, թե ինչ էր իմաստը։ Ավտոբուսի ետևից գոռում են, մի քիչ կամաց, կարտոլ չես տեղափոխում, վարորդն ասում է, այդ որ մեշոկի բերանն է բացվել, հենց իրանց բառերով էլ պատմեցի ձեզ։ Ժողովուրդ ջան, հիմա հասանք կայարան, գնացինք Աշոտ ջան։ Նայելու ենք ստվերոտ տեղերով քայլենք։ Չնայած շատ արևի տակ չենք էլ լինելու։ Այս աֆրիկացիները սովոր են, իրանց ինձ թվում է չեն նեղվի արևից, իրանք ձնից ու ցրտից կնեղվեն։ Նայենք լգնացքը։ Անստաս 2 Բրուսել այրոպորտ, երրորդը գնացինք, լիֆտով բարձրանանք։ Քանի հատ լիֆտ կա, նայ Աշոտ։ Աստորեն բոլոր պերոնների մոտ լիֆտեր կան։ Էս չի գալիս։ Չի աշխատում։ Հա։ Չէր սեղմել փաստորեն մադամը, հա վերևից լիքն են գալիս։ Ja, meneer moet pakken. Տիկինը Էս ինչ գնաց կա Աշոտ։ Այն ստասյոն հաղլի չի շարժվում։ Էհլե էս չի, էլի չի գրել շուտ է, հա։ Այ գնանք նստենք։ Գնանք այնտեղ նստանին, նստենք, սպասենք, ես գնացքը հլը չի գրել ուրա գնում, դա այն կգրի նոր կնստենք, սխալ գնացք չնստենք, թրիչքից ուշանանք։
Լսել ես։ Հա։ Ես տեսա։ Բայց դե տալելի է ինչ անել։ Բայց դե հիմես մի քանի օր շոկն այլ կդիմանանք, պես ույս ենք տալիս էլի։ Երկուս էլ շոկին չենք դիմանում։ Միկրոֆոն վերցրել եմ, որ իբր տնեմ, որ ձայնս լավ լսվես, աղմուկը չխանգարի։ Մեր քաղաքից մինչև այրոպորտ, այդ քաղաքը որտեղ որ այրոպորտն է, մի ժամ գնացքով գնում է, այսինքն մի քիչ պակաս 50 րոպե գնացքով գնում ենք։ Բայց ուղիղ գնում մտնում այրոպորտի մեջ էլի գնացքը։ Էդ է լավ։ Ժամը 1 գնում է գնացքը։ Ասա որ շատ հարմար է։ Ժամը 1 ուղիղ է գնում, բայց ժամը 2 հատ գնացք է։ Մի հատը գալիս է Բրուսել պետք է դից իջնենք գնացքը փոխենք։ Մենք ուղիղ գնացքն ենք վերցրել։ Շատ հարմար է։ Բրուսել հասանք, Բրուսել միդի։ Բրուսելում 3 հատ կանգ առնում ես գնացքը, մինչև այրոպորտ հասնելը։ Մի հատ հարավում, մի հատ կենտրոնական Բրուսելում, մի հատ էլ հյուսիսայինում։ Նոր վերջում արդեն այրոպորտն է, Զավենտը։ Ես ինչ վերստրեց ջամփոկի վրա բոլորին տվեց։ Այն հետ լան բարքը բորոմբեն լևենվեին արմուդը որ երկրում որ ծնվել եմ, այնտեղ ապրում են աղքատության ու ճնշման տակ։ Եկել է ավելի լավ ապագայի իր ու իր երեխեքի համար։ Հա, բաներ փողմող են ուզում հավաքեն։ Հա, այս որ երկրից էր։ Բրուսել նորն է, որ եկել ենք ման գալու, հիշում ես։ Նայ։ Տպելներ օգնություններ հավաքում իր երկրի համար, բայց ոչ էլ հարցրի, որ երկիրն է։ Իսկ Պակիստանցի էր երևի նմաներ ստեղ։ Չէ, ոնց որ նմաներ այդ ազգերին, չգիտեմ որ երկրից էր կարճ ասած։ Մեկ էլ տվեցինք օգնություն, բայց ուրիշ ոչ մեկ չտվեց, էլ մենք տվեցինք։ Եկավ նորից այդ թղթերը, գովազդները հավաքեց, որտեղ որ դրել էր ու գնաց։ Մեզ մնաց 15 րոպե, որ հասնենք այրոպորտ։ Կարճ-կարճ այսպես նկարում եմ, մտածում եմ հետաքրքիր կլինի ձեզ։ Մետրոն է գնացք է եկել կանգնել է այստեղ ներքևում, հիմա մենք բարձրանում ենք վերև։
որտեղից որ թռիչքներն են։ Մի քանի հար կա։ Ահագին մեծ այրոպորտ է, փորձում ենք գլուխ անենք։ Բարսանալու ենք 3-րդ հարկ։ Այդտեղ տալիս է 3-րդ։ Էնա, նայ 3-րդ։ 3-րդ հարկ ենք բարսանում։ Ստացվում է։ Սովորում եք։ Սովորում ենք։ Իշտ էլ որ չես իմանում, պետք է միշտ հարցնես, հարցնելը միշտ ճիշտ է։ Գտար։ Չեկին դենցա։ Դեն ենք գնալու չեկին անելու։ Բագաժը հանձնեցինք, շատ էի լցրել։ 2 կիլո ավել էր, թեթևացրի, մոտից պայսակի մեջ եմ լցրել, բացի փոքր բագաժից մի պայսակ էլ ուսս եմ գցել, դրա մեջ եմ լցրել։ Ուսամ էստեղ խնդիր չի լինի։ Ժամանակ ունենք ահագին, նստել ենք մի հատ սուրճ խմենք, ստրես է, ինչքան էլ հանգիստ անցնես, էլի ստրես է, այրոպորտում, ընդհանրապես թռիչքից առաջ։ Սպասենք մոտենան, մի հատ սուրճ պատվիրենք, խմենք։ Մի հատ նայենք ինչ սուրճ ունեն, էսպրեսո, դուբլ էսպրեսո, մաչիատո, կապուչինո, թեյ ու տաք շոկոլադ։ Երևի կապուչինո խմենք, աշը դու կապուչինո թե էսպրեսո։ Բայց կարծել եմ իսկում։ Հա։ Բայց ինչ է։ Էս կապուչինո է Աշուջան, այդ էսպրեսո, իտալական էսպրեսո, էսպրեսոն դե մեր սուրճին, բայց ის շատ թունդ Աշուտ, կարող է խմես վատսկաս։ Չէ։ Ահա, գները ասեմ, ձեզ հետաքրքիր կլինի, այստեղ այրոպորտում էժան են գները, ի տարբերություն Հայաստանի, որ շատ բարձր էին, այնտեղ կապուչինոն հիշում եմ, որ Բելգիա գալուց առել էի, ինչքան էր Աշուտ, 12 եվրո։ Երևի, հա։ Իսկ այստեղ կապուչինոյի համար 5.80, իսկ էսպրեսոն 3.90, ընդամենը 9.70 եվրո ենք վճարել։ Հիմա խմեմ նայեմ համը ոնց է։ Շատ համով է, բարձր կալորիաներով։ Խմենք շողուրջան, ասենք առաջ։ Հայր կան էստեղ ովքե սեղանին բարևեցի, ես իհարկե չդիմացել, լսեցի հայրեն բարևեցի։ Հաճելի է, որ հայրենակիցների ենք հանդիպում։ Անցած ստուգումը ամեն ինչ նորմալ էր, փաստորեն այս ձեռքի բագաժը այդպես խնդիր չեղավ, որ մի քիչ ավել էր։ Ջուրս թափել էի անցնելուց, հիմա գնամ այստեղ ջուր լցնեմ ու գնամ իմ գեյտը գտնեմ։ Էսա, համ այստեղ ինչ է։ Էսա, այստեղից պետք է լցնեմ, մի րոպե շիշս գտնեմ։ Ջուրը անվճար է այստեղ, ժողովուրդ ջան։ Հա, պետք է սեղմած պահեմ, որ անընդհատ կա։ Վերջերս նայում ես, ստյուարդեսը էր վիդեո անողը, ասում էր ինքնաթիռի մեջ ջուրը երբեք մի խմեք, նկատի ուներ ինչ որ ասենք բաժակով ջուր են բերում, ասում էր մի խմեք, որովհետև այդ ջուրը ասում է ամանների մեջ ես կարողա չգիտեմ ամիսներով մնա, վերջը խոր չէր տալիս խմել։ Շշերով իհարկե կարելի է գնել խմել, բայց բանով չէ։ Բաժակով ջուր չէ, ասում էր մի խմեք։ Duty free-ն էլ անցա, այս անձնագրի ստուգումը ահագին երկար տևեց, այդ էլ անցա, հիմա գնում եմ արդեն իմ գեյտը, գնում եմ արդեն մեր գեյտը, ահա ժողովուրդ ջան, ստրեսով, գնամ մի բան ուտեմ, մի քիչ հանգստանամ մինչև թռիչքը, ահագին ժամանակ ունեմ, այդ ընթացքում երևի վիդեոն մոնտաժ կանեմ, որ դնեմ նայեք։ Ահագին մեծ այրոպորտ է, հիմա ահագին քայլելու եմ ես, արդեն հիշում եմ այստեղից տեղը։ 6-14 քայլելու եմ մինչև B30-ը։ Գիտեք ինչն է, լավ որ ամեն քայլափոխի մարդ կա, որ կարաս հարցնես, էլի ամեն ինչ չնայած որ ամեն ինչ ինքան պարզ մաչելի է գտնելու համար, ամեն տեղ գրած է։ Այդ դրա համար ժամանակից շուտ գալը լավ է, որ ժամանակ ենք ունենում, երկար հանգիստ չենք ստրեսանում, չենք շտապում։
Մեր գեյտում եմ ժողովուրդ ջան, հեսա մի բան ուտեմ, սոված եմ։ Ու սպասեմ, ինչ այլ մնում անելու։ Պետքա սպասել։ Շատ հաճելի հայուհու հանդիպեցի Մարիամին։ Շատ հաճելի Մարիամ ջան, եթե նայում ես, ողջույն։ Մեր գեյտը փոխեցին, հիմա եկել ենք ուրիշ գեյտ, սպասում ենք մինչև կբացվի գեյտը։ Գլխացավս մի քիչ թողեց, թուլացավ, բայց ամեն դեպքում կա։ Հազիվ տեղավորվեցինք, իրաժամից 40 րոպե անցել է թռիչքից։ Ուրա ժողովուրդ ջան, բոլորը նստեցին ոնց որ, մեզ բարի թռիչք, հաջողություն։ Տատիկաս, անա սուլան ծաղիկները։ Ասի, գնա, նորմալ բրնի։